տարիներ շարունակ տեղի թե անտեղի շատ ուժեր, տարբեր ուժերի տարբեր անուններ են կպցրել, հին, նախկին, թալանչի, ոչ թալանչի, մարդիկ փորձել են, պայքարել են այս իշխանության դեմ, բայց իշխանությունը եկավ իր անշնորհք խոսույթներով, մարդկանց վարկաբեկելով, բացարձակ հաշվի չառնելով, որ դրանով իրենք մնալու են միայնակ եւ չեն կարողանալու լուծել մեր երկրի խնդիրները, ինչը մենք տեսանք փոխանակ հենվեին թեկուզ եւ նախկին փորձառու մարդկանց վրա, իրենք սկսեցին իրենց զրոյական կետից եւ տարան մեր մի հայրենիքը նվիրեցին, երկրորդ հայրենիքը նույն ճանապարհի վրա են դրել։ Դրա համար որոշեցինք կանգնեցնենք այս process-ները, քանի որ սա ընդհանուր մեր հայրենիքի, մեր ազգի գործն է, մենք ազգովի պետք է վռնդենք սրանց իշխանությունից ու հետո միասին դուք էլ օգնելու եք մեզ կառուցենք ուժեղ Հայաստան։ Մենք պետք է շուտ ջնջենք մեր իրականությունից այս 8 տարին, որ մենք ունեցել ենք։ Դա մեր ազգի խայտառակության տարիներն են։ Ինչքան շուտ մենք մոռանանք, այնքան շուտ կունենանք պայծառ ապագա։ Բայց ուզում եմ զգուշացնեմ, սրանք շատ նենգ են, սրանք շատ համառ են, սրանք կորցնելու բան ունեն, իրենց ատորները, իրենց թալանը, քանի որ այս տարիների ընթացքում վախի մթնոլորտ ստեղծելով մեր ժողովրդի մեջ, վախեցնելով, որ սեպտեմբերին է պատերազմ լինելու, հունիսին է լինելու, հոկտեմբերին է լինելու, իրենք պատերազմները բերել են, իրենք պատերազմները պարտվել են, հիմա բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Բացի իրենցից, մեր վերջին 30 տարիների ընթացքում ոչ մեկը պատերազմ չի պարտվել։ Այս մարդը եկավ, միանգամից 3 պատերազմ պարտվեց, մեր ժողովրդին նվաստացրեց, հիմա ամբողջ հայ ազգը, ամբողջ աշխարհում վստահ եղեք, իրենց տեղը չեն գտնում, որովհետև առաջ մենք ունեինք մի հույս, մեր հայրենիքներ, բոլորը հասկանում էին, որ իրենց լավ ու վատ օրվա տեղը կա, այսօր ոչ մեկը չի հասկանում, Սփյուռքին բացարձակ կտրել են Հայաստանի իրականությունից, քանի որ Սփյուռքում, դուք գիտեք, ավելի համառ մարդիկ կան, իսկ ներսում մտցրել է տոտալ վախի մթնոլորտ, բոլոր բիզնեսմենները վախեցած են, ես չեմ էլ հասկանում ինչից են վախեցած, բոլորի վրա հարյուրավոր քրեական գործեր են հարուցել, բոլորի ընտանիքները հետապնդվում են, էլ դուք ինչ ունեք կորցնելու, են որ ասում են, բացի ձեր շղթաներից, բոլորին մենք պետք է զարթնեցնենք, բոլորը պետք է դուխով, ձեր նման դուխով, Հարութի նման դուխով, դա կոչվում է հայրենասիրություն, իրոք մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք, դուք գիտեք, որ ես էլ շատ լավ կյանքով էի ապրում, երևի աշխարհի մակարդակով շատ լավ կյանքով էի ապրում, ես էլ երբ որ տեսա, որ մեր երկիրը տանում են կործանման, մեր երկիրը տանում են թրքացման, ոչնչացնում են մեր բոլոր ինքնությունները, այսինքն մի քանի տարի հետո կարող է մենք զարթնենք եւ մեր գլխավոր գործունեությունը դառնա նամազը։ Մենք շատ հեռու չենք դրանից, ձեզ չթվա թե ես ձեզ վախեցնում եմ, այս մարդիկ այսօր մենք ներկայացրեցինք մեր ժողովրդագրական տվյալները, դուք ինձ թվում է ինտերնետում տեսնեք ու գլսեք,
ինչ անմխիտար վիճակում են գտնվում, մեր շրջաները ինչ վիճակում են գտնվում, սրանք միայն երկել պարելով ուզում են երկիր կառավարեն, սրանց միայն փորները կուշտ լինի, հակները շոր լինի ու մի հատ անորակ երաժշտություն միացնեն, տպավորություն են ստեղծում, որ մեր երկրում ամեն ինչ շատ լավ է, մնացել է երկելն ու պարելը, բայց իրանք սխալվում են, իմ ու Հարութի ու մեր մյուս գործընկերոջ Նարեկի հետ վրա սխալվել են, մենք շատ համառ ենք, մենք շատ ճիշտ ճանապարհի վրա ենք, մեզ դուք տեսնում եք միացել են նաև շատ հարգված ուժեր, ես նորից եմ ասում, մենք կարող էինք դաշին կազմել բոլոր ուժերի հետ, մենք չգնացինք այդ ճանապարհով, որտեղ բոլոր ուժերը տարիների ընթացքում թողել են իրենց թե լավ հետքը, թե վատ հետքը, մենք ուզեցինք հեռու մնանք այդ վատ հետքերից, չնայած դուք լսեցիք, մեզ իրենք էլ են աջակցում, բայց դաշին կազմեցինք միայն նոր դարաշրջանի հետ և միավորված հայերի հետ, որ միասին կառուցենք իսկական նոր դարաշրջան մեր երկրում, նույնիսկ այդ անունը այնքան ճիշտ է ընտրված մեր ապագայի համար, դրա համար մենք ուժեղ Հայաստանով կառուցելու ենք նոր դարաշրջան միասին։